Հայաստանը տարածաշրջանի առաջին երկիրն է, որը հյուրընկալել է աշխարհի ամենահեղինակավոր գինու համտես մրցույթը Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսելը։ Գինու Օսկար անունով հայտնի այս մրցույթին մասնակցելու համար Հայաստան են ժամանել շուրջ 400 միջազգային փորձագետներ, լրագրողներ, սոմելիեներ, գինեգետներ եւ գնորդներ գնահատելու 65 երկրի շուրջ 8000 գինիներ։ Փակ համտես է, համտեսողները չեն տեսնում, որ երկրի ինչ սորտի գիներ են համտեսում։ Համտեսից հետո անմիջապես իրեն գնահատում են, հավաքագրվում է ամբողջ տեղեկատվությունը եւ հետո մի 10 օրվա ընթացքում արդեն տեղեկացնում են արդյոք գինին ինչի արժանացել։ Շատ կարեւոր է, որ բացի գնահատելուց նաեւ կարողանում են նկարագրել գինին մասնագետները, որը շատ օգնում է գինեգործներին հասկանալու, թե եթե ցածր է գնահատվել գինին, ինչի պատճառը ինչումն է, կամ եթե բարձր է գնահատի, ինչ է հավանում։ Մրցույթի պատմության մեջ առաջին անգամ այն անցկացվում է երկու առանձին նստաշրջանով, մեկը նվիրված է կարմիր ու սպիտակ, մյուսը փրփրուն գինիներին։ Մասնագիտական գնահատման է ներկայացվել նաև հայկական 130 գինի։ Իդեպ մրցույթը սովորաբար տևում է 4 օր, սակայն հայկական կողմի խնդրանքով ավելացվել է եւս 1 օր միջազգային հյուրերին Հայաստանի 6000-ամյա գինեգործական ժառանգությունն ու բազմազան տերուարները ներկայացնելու համար։ Հյուրերի առաջին կանգառը եղել է Վայոց ձորը, որտեղ նրանք այցելել են աշխարհի ամենահին գինեգործական համալիր Արենի 1 քարանձավ։ 3 տարի առաջ, երբ առաջին անգամ այցելեցի Հայաստան, անկեղծորեն տպավորված էի ձեր երկրի մշակույթով, պատմությամբ եւ մարդկանցով, եւ միանգամից որոշեցինք, որ մրցույթը պետք է անցկացվի Հայաստանում, աշխարհին ցույց տալու այս երկրի ոչ միայն գինեգործական ժառանգությունը, այլև մշակույթը։ Այս օրերին անցկացվում են նաև B2B հանդիպումներ աշխարհի տարբեր երկրներից ժամանած ներմուծողների, գնորդների եւ հոռեկա ոլորտի ներկայացուցիչների հետ։ Դա բոլորին հնարավորություն կտա ավանդական շուկաներում մեծացնելու արտահանման ծավալները, ներկայանալու նոր տեսակներով եւ ամրապնդելու դիրքերը նոր ուղղություններում։ Այս օրերին եւս մեկ անգամ ակնհայտ է դառնում, որ Հայաստանը համաշխարհային գինու քարտեզի վրա հետաքրքիր է խաղողի տեղածին սորտերից ավանդական տեխնոլոգիաներով պատրաստված գինիներով։ Միջազգային փորձագետների համար հետաքրքիր էր բացահայտել նոր սորտեր, նոր տերուարներ, նոր ոճային գինիներ եւ այս առումով Հայաստանը իսկապես հզոր է, ունի մեծ ներուժ եւ մենք հպարտորեն ներկայացնում ենք մեր լավագույն գինիները եւ իհարկե շատ բարձր գնահատականի են արժանանում։ Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի նախաձեռնությամբ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ։ Վստահեցնում են հեղինակավոր այս մրցույթը կնպաստի ոչ միայն հայկական գինու ճանաչելիության բարձրացմանը, այլև երկրի գինու զբոսաշրջային ներուժի բացահայտմանը։ Այդ նպատակով մասնակիցների համար մշակվել է գինու զբոսաշրջային հագեցած երթուղի, ներառելով Վայոց ձորի, Արմավիրի, Արագածոտնի եւ Տավուշի խաղողագործական եւ գինեգործական հիմնական տարածաշրջանները իրենց մեծ ու փոքր գինեգործարաններ։ Մրցույթային օրերից հետո միջազգային շուրջ 30 լրագրողի մասնակցությամբ կանցկացվի մեդիա տուր Հայաստանի գինու զբոսաշրջային ներուժը ներկայացնելու նպատակով։ Մայիսի 23-ին համտես մրցույթի եզրափակիչ օրը կհայտարարվի նաև մրցույթը հյուրընկալող հաջորդ երկրի անունը, որը մինչև այդ պահը գաղտնի է պահվում։ Իսկ երրորդյա մրցույթի արդյունքները կհրապարակվեն հունիսի 10-ին։ Ծաղկանուշ Միրզոյան, Էդգար Դավթյան, լուրեր։